Հոբելի մարգարեություն գլուխ 3 Հայտարարեցեք ազգերին, մարտիժամ նշանակեցեք, արթնացրեք պատերազմողներին, հավաքվեցեք և ելեք, բոլոր ռազմիկներ, ձեր խոփերից սրեր կռեցեք և ձեր գերանդիներից գեղարդներ, տկարը թող խրախուսի ասելով, թե ես հզոր եմ, հավաքվեցեք և ներս մտեք, շրջակա բոլոր ազգեր, խմբվեցեք այստեղ, հանդարտ մարդն էլ պատերազմող թող դառնա, թող ելնեն ու գնան բոլոր ազգերը Հոսափաթի ձորը, քանի որ այնտեղ պիտի նստեմ դատելու բոլոր ազգերի, գործի դրեք մանգաղը, որովհետև հասել է հունձքը, և մտեք, կոխոտեցեք, որովհետև լցվել է հնձանը և փոսերը հորդում են, քանի որ շատացան նրանց չար գործերը, ձայներ հնչեցին դատաստանի ձորում, որովհետև մոտ է Տիրոջ օրը դատաստանի ձորում, արեգակն ու լուսինը կխավարեն, և աստղերը կթաքցնեն իրենց լույսը, Տերը Սիոնից կկանչի, Երուսաղեմից ձայն կտա, և կշարժվեն երկինքն ու երկիրը, սակայն Տերը կխնայի իր ժողովրդին, կզորացնի իսրայելացիներին, դուք կճանաչեք, թե ես եմ Տեր Աստվածը, որ բնակվում եմ իմ սուրբ Սիոն լեռան վրա, Երուսաղեմը կսրբանա, և այլազգիներ այլևս չեն անցնի նրա միջով, այո, կլինի այնպես, որ այն օրը լեռները քաղցրություն կբխեցնեն, բլուրները կաթ կհորդեցնեն, Հուդայի երկրի բոլոր աղբյուրները ջուր կբխեցնեն, Տիրոջ տանից աղբյուր կբխի և կոռոքի շռակայքի ձորը, Եգիպտոսը և Եդոմը ամայի դաշտ կդառնան Հուդայի երկրի որդիներին արված անիրավությունների պատճառով, քանի որ արդար արյուն թափեցին իրենց երկրում, սակայն Հրեաստանը հավիտենապես կբնակեցվի, նաև Երուսաղեմը սերնդից սերունդ, և ես, ասում է Տերը, նրանց արյան վրեժը կլուծեմ, անպարտ չեմ դարձնի նրանց և կբնակվեմ Սիոնի մեջ։